Սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Հավատքը Աստծո օրհնությունն է եւ պարգևն է նրա կողմից տրված մարդկանց։ Հավատը նաեւ ենթադրում է ապրել Աստծո խոսքին եւ նրա կամքի համաձայն։ 100-րդ Սաղմոսի 2-րդ համարի մեջ մենք կարդում ենք. «Ծառայեցեք Տիրոջ նուրախությամբ, ցնծությամբ եկեք նրա առջև»։ Այսօրվա մեր հաղորդման հյուրը ճիշտ այդպես է ապրել իր պատանեկան տարիքից մինչև առայսօր։ Այսօրվա մեր հաղորդման հյուրն է Եվրասիայի հայ վետերանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Պատվելի, բարև ձեզ։ Բարև։ Փառք Աստծուն այս հնարավորության համար, որ մենք ունենք մեր հայրենակիցներին պատմել ձեր հավատքի կյանքի մասին եւ շնորհակալ ենք, որ համաձայնվել եք այս հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ ձեր հրավերի համար։ Ինչպես սկսվեց ձեր հավատքի ճանապարհը, հավատքի կյանքը։ Նախ ասեմ ձեզ, որ ես Ֆրանսա ծնած եմ, Մարսել քաղաք։ Իմ ծնողներս Ֆրանսա ծնած են, մեր ծնողներս Գիլիգիայից ազատված, չարթերից, ցեղասպանությունից եւ ընդհանրապես իմ ընտանիքին մեջ Աստծո քոությունը կարևոր էր, Աստվածավախ ընտանիք մներ եւ մանավանդ իմ երկու մեծ մայրիկներ, որ համոզված եմ ունեին այս վերստին ծնունդ, այս հոգևոր կյանքը։ Ուրեմն խոստովանիմ, թե մինչև 14 տարեկան ընդհանրապես եկեղեցի չէի աջակեր, բայց երբ 9 տարեկան էի եւ մեծ եղբայրս 19 տարեկան եւ հետո մեր փոքր քույրը մեզի հետ մասնակցեցինք հայ ավետարանական եկեղեցի քրիստոնեական ճամբարին եւ այս ճամբարի ծրագիրներուն մեջ տարբեր խաղեր, միջոցառումներ եւ մանավանդ ամեն օր 1 ժամ հոգևոր բահ, հոգևոր երգ, ավետարանի պատմություններ Քրիստոսի մասին եւ այսպես ամեն տարի մի ամիս ունեի այս հոգևոր սնունդը։ Դարիներ անցան, երբ 14 տարեկան էի, նույն քրիստոնեական ճամբարին մեջ պատանեկան ծրագիր կար, մասնակցեցի եւ մի հետաքրքրական բան պատահեց իմ կյանքիս մեջ։ Թեպետև լսած էի հավատքի մասին, ապաշխարության մասին, բայց այս ճամբարի ժամանակ տեսել եմ իմ տարիքի բանալիներ, որ գվգայեին իրենց անձնական հավատքի մասին, ինչպես ընդունել էին Հիսուս Քրիստոս իր կյանքին մեջ եւ ինչ փոփոխություն։ Ես մտածեցի, աղոթեցի եւ բացի իմ սիրտս Հիսուս Քրիստոսի եւ գնամ ասել թե այն ժամանակ 14 տարեկանին գնամ ասել թե ապրեցա այս վերստին ծնունդը ընդունելով իմ մեղքը, խոստովանելով իմ մեղքը Աստծո առջև եւ ընդունելով որ իրոք Հիսուս Քրիստոս իմ փրկիչ եւ իմ Տերն է եւ ինչ որ գդարեց խաչին վրա նաեւ ինձ համար էր։ Կարող ենք վստահ ասել պատվելի, որ երջանիկ մարդ եք, որովհետեւ արդեն պատանի տարիքից հանդիպեցիք դիեզերքի ամենակարևոր անձնավորության հետ, Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եւ եթե ես ճիշտ հասկացա, դուք ապաշխարեցիք եւ վերածնվեցիք ոչ քարոզ լսելով, այլ պարզապես ձեր տարեկակիցների վկայություններից։ Քարոզները նախորդ տարիներուն ընթացքում լսած էի, բայց դպավորիչ եղել է իմ տարիքի բադանիներուն վկայությունը եւ իրենց ուրախությունը, իրենց խաղաղությունը։ Փառք Աստծուն։ Երբ որ ապաշխարեցիք եւ վերածնվեցիք, անշուշտ ձեր կյանքը փոխվեց, քանի որ գիտենք, որ պատանեկան տարիքից էլ նամանավանդ պատանեկան տարիքից երբ որ մարդը կանգնած է իր կյանքի խաչմերուկին, մեծ փոփոխություն է տեղի ունենում եւ դա երևալի է բոլորի կողմից։ Ինչպես արձագանքեցին ձեր ընկերները դպրոցում, ձեր ընտանիքի անդամները, ձեր ծնողները, նորմալ արձագանքեր թե քննադատում էին ձեզ այդ ճանապարհի համար։ Նախ ասեմ թե երբ վերադարձա իմ տուն,
ուրեմն 14 տարեկանին իմ ծնողները շատ ուրախացան։ Թեպետև այսպես ասեմ, չեմ գնար ասել, որ իմ ծնողները ունեին այս աշխարհության փորձառությունը, բայց տեսան, որ իրոք սա լավություն մներ ինձ համար, լավություն այն իմաստով, որ Քրիստոս ընդունելը կնշանակի, թե քո կյանքը ավելի հանգիստ կլինի, ավելի գազմագերբված, մի քիչ հեռու կմնաս չար միջավայրից։ Ուրեմն ծնողներուն կողմից շատ լավ էր, մեր ընկերներուն կամաց փորձեցինք խոսիլ առանց շտաբելու, բայց մենք որոշեցինք մի քանի բադանիներով, եղբայրս էր եւ քանի ուրիշ բադանիներ, որոշեցինք, որ այս ուեդև մենք եկեղեցի պիտի գնանք։ Ուրեմն գնացինք գար մեր թաղամասի ոչերու հայավետարանական եկեղեցիմը։ Այցելեցինք այս եկեղեցի շաբթվան մեջ, գնացինք հովիվի մոտ եւ ասեցինք մենք այսինչ բադանիներ ենք, ապաշխարեցինք, գուզենք շաբաթ մի անգամ հավաքվել եկեղեցի ովևէ մի անգուն, գուզենք երկեր հոգեվոր երկեր, աղոթել, գուզենք գարտալ Աստծո խոսքը, հովիվը շատ ուրախացավ։ Բայց մենք ասեցինք ներողություն, բայց հնարավոր է որ մենք հավաքվենք առանց ցեզ, այսինքն գուզենք միան մենք մեր մեջ նայեցավ մեզի, ժպտաց է ասեց շատ լավ, ուրեմն մենք այսպես սկսանք չանցավ քանի ամիս, վերադարձանք այս հովիվի մոտ, ասեցինք, գիտեք, մենք Աստծո խոսքը գարտանք, Աստվածաշունչ կգարտանք, բայց ամեն ինչ չենք հասկանալ, գարակ մի քիչ օգնել մեզ եւ այսպես եղավ մեր առաջին փորձը գաբված եկեղեցին եւ ես այն ժամանակ ֆուտբոլ գխայի Մարսել քաղաքի մի ակումբին մեջ ֆուտբոլի մրցույթները եւ եկեղեցի պաշտամունքը գիրագարավոդյան նույն ժամն էր, ուրեմն միշտ մենք կգնայինք եկեղեցի, շատ շուտ կթողնեինք պաշտամունք, որպեսզի ֆուտբոլ խաղանք, հետո անցավ մի որոշ ժամանակ հասկացանք, որ պետք է ընտրություն ունենք եւ մեր ընկերները չհասկացան, որ մենք կնախընտրենք եկեղեցի գնալ, քան թե ֆուտբոլ խաղալ։ Լսելով ձեր վկայությունը եւ արձագանքը ընտանիքի նամանավանդ հասկանում եմ, թե ինչ իմաստուն ծնողներ եք ունեցել, քանի որ որքանով ես տեղեկացած եմ, իրանք հավատքի չեն եղել, հավատացյալ չեն եղել, այն իմաստով, որ ապաշխարած չեն եղել, բայց հերատես են եղել եւ արդեն ունեցել են այդ խորը հասկացությունը, թե որքան կարեւոր է, որ իրանց երեխան հավատքի դաշտի մեջ լինի, ճանապարհի վրա լինի, որպեսզի եւ ինքը հանգիստ կյանք ունենա եւ իրանք նաեւ հանգիստ կլինեն։ Այսօր մենք մեր երեխաներին նույնը կասենք, որ մենք որպես ծնողներ ավելի հանգիստ ենք, երբ որ դուք Տիրոջ հետ եք, երբ որ դուք եկեղեցի մեջ եք։ Եկեղեցի գնացիք ճամբարից հետո, որովհետեւ լսել էիք, որ այսուհետեւ հավատքի գալով պիտի եկեղեցի գնաք, թե դա ներքին պահանջ էր։ Գապ չկար եկեղեցի քողության հետ, սա գապ ուներ մեր անձնական հավատքին։ Մենք շատ լավ հասկացանք, թե եթե մեր երիտասարդ հավատքը չսնվի հոգևոր տեսանկյունով, շատ շուտ մենք պիտի մոռանանք այս բոլոր լավ հոգևոր փորձառություններ, որ ապրեցանք։ Այո, մենք գիտակից էինք, որ անհրաժեշտ է, ովևէ մեկը չստիպեց, մենք երանտով եւ ասեմ ցեզ, շատ շուտ սկսանք հոգևոր թերթիկներ ֆրանսերեն լեզվով վերցնել եւ գնալ մեր քաղաքի գետրոնական մեծ բողոքային գիտարով, երգերով փողոցներուն, բաժնելով այս թերթիկները բոլորին ասելով, թե Հիսուս Քրիստոս ցեզ սիրում է, գա հոգևոր կյանք, այսինքն այնքան այս հոգևոր կյանքը կլեցնեն մեզ, որ մենք չէինք ուզեր բայել այս կանցը մեզ համար։ Այսի է տեղի ունենում, երբ որ իրապես Սուրբ Հոգին գալիս է մարդու սրտի մեջ, այսինքն ճաշակելով Քրիստոսի սերը մենք չենք կարող լռել եւ գնում ենք ուզում ենք բոլորին ամբողջ աշխարհին գորանք, որ Հիսուս սիրում է ձեզ, քանի որ ես էլ համեստորեն ասեմ, որ պատանի տարիքից եմ ապաշխարել, նույնը կատարվել է ինձ հետ գնացքներում, փողոցներում, ավետարանը կքարոզեինք, կբաժանեինք բարի լուրը, Փառք Աստծուն, կարծում եմ ամենամեծ հոգևոր հարստությունն է եւ երջանկությունն է, որ մարդ կարող է վերապրել արդեն այդ տարիքից հետք թողնելով երկրի վրա։
Մի քանի անգամ դուք շեշտեցիք, որ Տիրոջ հետ հանդիպել եք ավետարանական եկեղեցում, բայց հայերը ունեն մի քանի եկեղեցի, եթե կարելի է պատվելի կուզենայի մեր հերոստատիտողների հետ կիսվեիք, ինչ տեսակ եկեղեցիներ ունեն հայերը։ Նախ ասեմ ցեզ, որ մեր ընտանիքին մեջ մեծ ծնողների կողմից ոմանք կնային հայ արաքելական եկեղեցի, ոմանք կնային հայ կաթոլիկ եկեղեցի եւ ոմանք կնային հայ ավետարանական եկեղեցի։ Ուրեմն մեր ընտանիքին մեջ խնդրեմ չէր այս զանազանությունը։ Եվ մենք փառք Աստծո, որ իբր ասկ ընդունել են քրիստոնեությունը վաղուց։ Ինչպես շատեր գիտեն, մեր ասկը ոչ միայն 3000 տարվա պատմություն ունի, բայց նաև առաջին դարուն, երբ Քրիստոսից հետո արաքյանները գնացին դարբեր երկրներ, դարբեր տեղեր ավետարան քարոզելուն, ըստ ավանդության երկու արաքյանները, Բարտոլեմոս եւ Թադեոս, գնացին Հայաստան քարոզելու Փարիլուրը եւ առաջին դարուն մենք գիտենք, թե հայերուն մոտ եղել են քրիստոնյա հավատացյալ մարդիկ, պետք է սպասենք մոտավորապես 200 տարի, հասնենք 301 թվին, երբ հայոց թագավորը, թրտատագավորը ընդունել է քրիստոնեությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչի միջոցով եւ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կլինի բեդականորեն քրիստոնյա երկիր, քրիստոնյա ազգ։ Ուրեմն վաղուց հայերս ունենք այս քրիստոնեությունը եւ փառք Աստծո, որ մինչեւ այսօր հայկական եկեղեցիները կան ամենտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիա, Ամերիկա, դարբեր երկրներուն եւ կարեւորը ինձ համար հետեւյալն է, որ այս քրիստոնեական հավատքը, որ հարստություն է, չդառնա զուտ ավանդություն, բայց իրոք դառնա կյանք բոլորիս համար։ Ամեն։ Եվ Տերը թող օրհնի մեր ազգը եւ բոլոր եկեղեցիները, քանի որ ամեն տեղ կան նրանք, ովքեր շատ սիրում են Տիրոջը եւ վերապրում են այն, ինչ որ դուք եք վերապրել պատանի տարիքից։ Երբ որ դարձի եկաք պատվելի, ինչ փոխվեց ձեր մեջ մասնավորապես։ Մեկ բան կամ երկու բան, ինչ որ հստակ փոխվեց Երևանի եւ դա տեսան բոլորը եւ դուք տեսաք նամանավանդ։ Հետաքրքրական հարցում է։ Շատ բաներ փոխվեցան, բայց մի բան, որ շատ հստակ էր ինձ համար, ես մի քիչ իբր բադանի, մի քիչ երբեմն չղայն բադանի էի եւ իրոք Քրիստոսի քալը իմ կյանքիս մեջ շատ բաներ փոխեց այն իմաստով, որ այս ներքին խաղաղությունը, որ դվել է ինձ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ունեցավ իր արձագանքը նաև իմ ամենօրյա կյանքին մեջ, ավելի հանգիստ կյանք ունենալով։ Հետո ասեցի ցեզի, ինձ համար հավատքը եկեղեցի դարձան այնքան անհրաժեշտ, որ ինչպես պատմեցի, ընդրություն կար ինձ համար գիրակի առավոտյան ֆուտբոլ կամ եկեղեցի եւ ընդրեցի եկեղեցի շատերուն համար անհասկանալի դարձավ եւ մի փոքր պատմություն պատմեմ ցեզ, ոմանք քիչ կծիծաղան, երբ պատմեմ այս պատմությունը, երբ 14 տարեկանին ընդունեցի քրիստոնեական ճամբարին, մտածեցի, լավ, ինչ պիտի փոխվի հիմա քո կյանքիդ մեջ։ Հիշեցի, որ իմ ճամբրուկին մեջ ես իմ քաղաքից փերած էի մի դուբ ծխախոտ, դեպետով շատ քիչ կծխեի եւ կպատմեմ, թե եթե հայրիկս իմանար, որ ես ծխեի, բայց պատանի տարիքից արդեն ծխում էիք։ Մի փոքր գարձեմ, թե շատ, չգիտեմ, շատ պիտի չղայնանար։ Ուրեմն Իշեցի այս ծխախոտի դուբին, քնացի իմ ճամբրուկին, վերցրեցի, առանձնացա մի դեղ եւ մեկ բոլորը փոշիացրեցի, նաեւ աբակային, երբ գխոսենք դեպեր մարկանց, մեկը գսե տուն ծխում ես, տուն չես ծխում եւ գարցնեն ինձ, տուն ծխում ես, նո, չեմ ծխել հիմա, բայց ծխել էր, այո, եւ երբ թարգեցիր, ասեցի 14 տարեկանին։ Փառք Աստծուն, այո, փառք Տիրոջը։ Պատվելի
Մի քիչ խոսենք ձեր ուսումի մասին, քանի որ գիտեմ, որ երկար եք սովորել, տարբեր տեղեր եք սովորել, ապաշխարեցիք պատանեկան տարիք, դպրոց, բարձր դպրոց, ինչ փուլերով անցաք, ինչ ինստիտուտներ ավարտեցիք, կարծում եմ, որ հետաքրքիր կլինի մեր հայրենակիցների համար։ Նախ ասեմ, թե երբ 18 տարեկան էի, եւ պետք է ընտրեի համալսարանի մի ջուր, Աստված իր Սուրբ Հոգիով շատ ըստակ ցույց տվեց, որ ես պետք է հոգևոր ծառայության մեջ մտնեմ։ Չի գիտեր ճիշտ ինչ տեսակ ծառայություն, ես ավելի այսպես միսիոնարական հոգի ունեի։ Պատրաստ էի գնալ ովևէ երկիր աշխարհում ծառայելու համար։ Երբ ունեցա այս համոզումը, որ իրոք Աստված ինձ կգանչի հոգևոր ծառայության համար, որոշեցի ուրեմն աստվածաբանական համալսարան գնալ, որովհետեւ պատրաստվեմ այսպես ասեմ քրիստոնյա եկեղեցի ծառայության մեջ մտնել։ Ուրեմն 4 տարի ուսանեցի Փարիզի Ավետարանական աստվածաբանական համալսարան եւ ասիգա իմ ուսումի առաջին մասն է, այսպես ասենք, նախքան գնալ ավելի հեռու, մինչ վերջացնեմ իմ ուսումը ամուսնացա տիկնոջս հետ Սիլվի Բոյաջանի հետ եւ ուրախ եմ, որ Սիլվին գգիսեր նույն հոգևոր հավատքը եւ լինելով հայ աղջիկ հասկացան, որ մենք պիտի կազմեինք հայ քրիստոնյա ընտանիքը։ Աստված տվեց մեզի 2 զավակներ, 6 տորնիկներ եւ Փառք Աստծո այս բոլոր շնորհներու համար։ Հիմա բացի իմ աստվածաբանական գործությունը հաջորդ տարիներուն ընթացքում արդեն սկսած էի հոգևոր ծառայություն, կվերադառնանք այս հոգևոր ծառայության, բայց վերջացնենք ուսումների հետ կապված, կարողացա իմ աստվածաբանական գործությունը շարունակել, սկիզբը մագիստրոսի եւ վերջը դոկտորական եւ հետաքրքրված էի 2 ուրիշ ջուրերուն, մեկը կապված ընդհանրապես սոցիալական հարցերով, որ մագիստրոս ունեցել եմ Լիոնի համալսարանի, նույն համալսարանի դոկտորականի մագարտակով դասյարակության, գրթության ջուրին մեջ։ Սա իմ գլխավոր ասենք ուսումները, եթե նաև չմոռանամ Փարիզի Սորբոն համալսարանի հայագիտական ամբիոն մնե ուսանեցա եւ ունեցա այս համալսարանի դիպլոմ, այո։ Փառք Աստծուն, կարծում եմ, որ բոլոր այս ուսումները, կրթությունը, ինչ որ ստացաք, օգտագործեցիք, այսինքն անհրաժեշտություն եղան, որ օգտագործեք ձեր հովական ծառայության մեջ օգնելու համար մարդկանց, եկեղեցու անդամներին, ժողովրդին։ Այո, օգնեց տարբեր ցևերով, գիտեք, երբ մեր հորիզոնը գլայնանա, մենք ավելի հեշտությամբ կգնանք հասկանալ թիմացինին։ Երբ կմնանք մեր նեղ աշխարհին մեջ, ժամանակ դժվար է մեզ համար հասկանալ թիմացինին եւ թե թիմացինին չենք հասկանալ, ինչպես մենք պիտի գիսենք մեր հավատքը, եթե անհասկացողություններ լինեն եւ Փառք Աստծո, որ եղել է այս բոլոր ասենք արիտները ուսանելու եւ իմ ուսումի ժամանակ հետո սա մի ծառայություն ավելի ճիշտ մի կորձ պատրաստեցի կապված հայերի ֆրանսիայերուն ինտեգրացիա կամ ցուլումը ինչ վիճակին մեջ է եւ սա հետո քիրք դարձավ ուզեցի նայել թե սփյուռքահայը յեմանան Ֆրանսիայի օրինակ վերցնելով ինչպես կշարունակի հայ մնալ կամ եթե գցուլվի կամ գբայի իր ինքնությունը։ Պատվելի տեղյակ եմ անշուշտ, որ մի քանի աշխատանքներ ունեք պատրաստված, գրքեր ունեք գրած եւ նաեւ նոր գիրք պիտի լույս տեսնի շուտով։ Կարող եք պատմել մի քիչ այդ աշխատանքի, քանի որ ձեր ժամանակը շատ ծանրաբերված է եղել հովական ծառայության եւ տարբեր ծառայությունների առումով, բայց Փառք Աստծուն հասցրել եք նաեւ այսպես ասենք ժառանգություն թողնել նոր սերունդների համար, այսօրվա համար
մի քիչ կխնդրեի պատմեիք ձեր գրած գրքերի մասին, այդ թվում այն գիրքը, որ մենք էլ օգտագործում ենք եւ ես էլ կարդացի ռուսերեն լեզվով, քանի որ թարգմանված է, հայ-վրաց եկեղեցու պատմությունը։ Այո, նոր գիրքը, այսպես ասեմ, 1.5 տարի առաջ մի ֆրանսիական փարիզյան նշանավոր հրատարակչական ընկերությունը թիմել է ինձ, որպեսզի գիրք մկրեմ հայերուն մասին, այսինքն ընդհանուր պատմություն Հայաստանի եւ հայերի, այսինքն 3000 տարվա պատմություն մինչեւ այսօր, որուն մեջ կարևորենք քրիստոնեություն հայերուն մոտ։ Ուրեմն գիրքը պետք է շուտով լույս տեսնի, գուսամ թե օգտակար լա, այս գիրքը, այսպես ասեմ, ավելի նախադեсված է ոչ հայերի համար, որովհետեւ մարդիկ հասկանան թե մենք ով ենք, ինչ պատմություն ունեցել ենք, ուրախ, հաճող բահեր, ինչպես դխրություններ կամ չարթեր եւ մինչեւ այս վերջին տարիներուն Արցախի Ղարաբաղյան շարժումի եւ մինչեւ այս դեղանումը, որ եղել է, գխոսիմ այս բոլոր սենք թեմաներուն մասին, անշուշտ հայերն ալ պետք է դա կրկրվեն այս գրքով։ Այո, Փարքաստություն Տերը շատ օրհնի ձեզ, հաջողություն ենք մաղթում, որ այս աշխատանքը իրապես լայն շրջանակներ հասնի եւ օգտակար լինի թե ուրիշ ազգերին, որոնք հայերի մասին պիտի կարդան, եւ թե հույսով ենք, որ կթարգմանվի նաեւ հայերեն, ռուսերեն տարբեր լեզուներով եւ օգտակար կլինի այս մեր երկրներում։ Երբ հասկացաք պատվելի, որ դուք կանչված եք Աստծուց հովիվ լինելու համար, հովական ծառայության, քանի որ մի կողմից արտոնություն է, մյուս կողմից մեծ պատասխանատվություն է։ Ինչպես ձեզ հայտնվեց դա, այսինքն ինչպես դուք դա հասկացաք։ Մարդկա կասի տեսիլք տեսա, մյուսը կասի երազով, մյուսը կասի չէ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Ձեր փորձառությունով կխնդրեի կիսվեիք, քանի որ վստահ եմ, որ կան երիտասարդներ մեր ազգից բնականաբար, որոնք միգուցե ընտրության առջև են կանգնած, ընտրեն այս ճանապարհը, մեծ պատասխանատու ճանապարհը, թե ուրիշ մասնագիտություն, եթե կարելի է այսպես ասել, ծառայությունը առ Աստված, թե մասնագիտություն։ Ձեր փորձառությունով կիսվեք, թե ինչպես դուք ստացաք այդ հայտնություն։ Նախ ասեմ, թե սա գոչումի հարց է, եւ գոչում Աստծո կողմից կա։ Եվ ոչ միայն գոչում Աստծո կողմից կա, բայց նաեւ եկեղեցին պետք է հաստատի այս գոչ։ Մենք ինքնագոչ մարդիկ չենք, բայց Սուրբ Հոգին գոխոսի մեզի։ Տարբեր ծևերով Աստված խոսել է ինձ, սիցեզի 18 տարեկան էյան ժամանակ, կարդալով միսիոնարական գիրքեր, կարդալով Աստծո խոսք, լսելով ուրիշ վկայություններ մարդկանց, թե ինչպես կանչվեցան Աստծո կողմից։ Հետո այս փապակի մեջս գիսելու այն հավատք, որ կդածեի շատ մեծացավ իմ մեջս եւ եղել է մի օր, որսի այո Աստված կգանչես ինձ, ես պատրաստ եմ։ Եվ խոսեցի իմ եկեղեցի, հայերեն եկեղեցի հովիվների հետ Ֆրանսիայում եւ իրենք համոզվեցին, որ գա այս կոչումը ինձ համար, որ պատրաստվեցի ծառայելու սկիզբը 4 տարի եւ հետո նորից 3 տարիներ, հարց եղավ թե հիմա ինչ տեսակ ծառայություն պիտի ունեմ։ Ես պատրաստ էի, ինչպես ասի, ովևէ երկիր գնալ ծառայելու։ Այն ժամանակ մի դարեց փորձարու հայ հովիվ Ֆրանսիա հետևյալ ասեց ինձ։ Մեր միության նախագահն վերաբադվելի Սամուել Բակալյան, շատ լավ կհիշեմ, ասեց սիրելի երիտասարդ, տուն գուզես ծառայեր քո ազգը, ինչ կմտածես, գուզես ծառայեմ տանպես Աստծո։ Ես ասեցի, մինչև Չինաստան պատրաստ եմ երթալ ծառայելու։ Նայեցավ ինձի եւ ասավ՝ մի բան ասեմ քեզ։ Եթե քո փողոցին մեջ հրթե գա եւ բոլոր դուները հրթին մեջ են, գրագին մեջ։ Այո։ Տուն նախքան օգնելու Արևանի թիմացինի վիճակը պետք է դու նախ քեզ ազատես, փրկես, հետո գոքնես մյուսներուն։ Ես այսպես ուշադիր մտի գնեի, ասեց, ես խրատ մոկուտամ քեզի, սկսեցի ծառայել հայերուն մոտ, քանի որ շատ պետք է մեզի,
շատ գարիգ գամանավան Ֆրանսիայի համար կմտա։ Հետո մտածե Աստված ուր գողորգե քեզի։ Ես հնազանդեցի եւ մեր միության ավետարանական միության հայերուն մոտ առաջարկ արեցին, որ գնամ Լիոն քաղաք, մինչ այդ Աթենամ ուսացած էի եւ գնացինք Լիոն, մարդ չէին ճանչնար, շատ քիչ մարդիկ գիտեի, մեր ընտանիքեն մարդ չկար, բայց սիրով ծառայեցինք 9 տարի, հետո մեր հայավետարանական միությունն առաջարկեց, որ Փարիզ, Իսիլ Մոլինո գնանք ծառայելու, գնացինք, ուրեմն 19 տարի ծառայեցինք, իբր դեղական եկեղեցի հոգևոր հովիվ, նույն ժամանակ դարբեր ուրիշ ծառայություններ, մեկ այցելեի նաև Հայաստան, Սովետի ժամանակ գնանք խոսել այդ մասին, եւ հետո սկացինք, որ Աստված մեզ համար եւ գաղութեինք Դիգինը Սիլվի եւ ես գաղութեինք սելով թե ինչ կուզես մեզ համար եւ քանի որ դեռ բարձ չէր թե ինչ տեսակ զարայություն պիտի անեինք մենք մեր եկեղեցական միության հետ պայմանավորվեցինք որ 1 տարի ազատ տարի ունենամ ինչ որ կուզեմ կնեմ եթե կուզեմ ուսումնասիրություններ դարբեր քիրքեր կամ դարբեր ծառայություններ բայց մի տարի հետո նորեն որոշենք ինչ կլինի աբական եւ այս մի տարվա ընթացքում շատ հետաքրքրական է այն ամիսը որ կվերջացնեի իմ ծառայությունը Փարիզին մեջ հոգեվոր ծառայություն Հայաստանը նոր անկախացած էր 91-ին եւ 92 թիվ Փարիզին մեջ ստեղծեց իր տեսփանություն եւ ինչ որ կպատմեմ կպատայի 93 թիվ 1 տարի հետո եւ տեսփանը եւ առաջին քարտուղարը տեսփանադան որ լավ գճանչնայի ինձ արծուցին ասին բադվելի ինչ կնես հիմա բացադրեցի որ 1 տարի ազատ եմ եւ ինձ հաջորդ օրերուն ասեցին Հայաստանի կառավարությունը գարաչարգի քեզ որբեսի աշխատիս տեսփանադան մեջ իբր աշխատակազմի ղեկավար եւ օգնես մեզ այն գաբեր որ պետք է ունենան կարգ քաղաքական ուժերի հետ լրատվական միջոցների հայամանքի ուրեմն 1 տարի այսպես աշխատեցի Հայաստանի համար Ֆրանսիա եւ հետաքրքրական է դարի որ վերջացավ հայավետարանական եկեղեցիներ աշխարհին մեջ ունեն մի խորհուրդ հայավետարանական աշխարհի խորհուրդ այս խորհուրդը որոշել է ուղարկել մի փորձարու հովիվ Հայաստանին մեջ օգներու դարբեր եկեղեցական ծառայություններուն մեջ եւ նամակ մգստանամ խորհրդի նախագահի կողմից Սաուլի Սամիսի 94 գսեմ մտածեցինք եւ լավակույն տեխնազու գարձենք թե Թունես Եթե պատրաստ ես երթալ Հայաստան, մենք դիգնոջոս հետ աղոթեցինք եւ չանցավ մի քանի շաբաթ մեր թրական պատասխան տվինք գնացի տեսփանի մոտ եւ ասեցի հավասիկ մենք սեպտեմբեր ամիս, այսինքն 1.5 ամիս հետո կգնանք Հայաստան։ Ասավ ինչու բացատրեցի հոգեվոր ծառայություն մեր դարբեր եկեղեցիներուն Հայաստանում ասեց բայց մենք լուր ունենք Հայաստանից, որ դուք պիտի նշանակվիք Փարիզի մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մոտ Հայաստանի տեսփան։ Ես ասեցի ներողամիտ կլակ, ես հոգևոր հովիվ եմ, ես Հայաստան պիտի երթամ։ Փորձեցին համոզել ինձ, բայց չստացվեց, որ համոզեն, եւ այսպես սեպտեմբեր 94-ին նոր էջը բացվեցավ մեզ համար Հայաստանի մեջ։ Փարքաստուն Հայաստանին անպայման կանրադառնանք, որովհետև շատ հետաքրքիր է եւ այն տարիները, որ ունեցել եք Հայաստանում, այս 1 տարին կարծես թե հովական ծառայության ընդմիջում եղավ, բայց ձեզ լսելով բարձ հասկացա, որ Աստծո ծրագիրն էր նաեւ, կարծես թե այդ 1 տարին դա ոչ թե աշխատանք էր, այլ եւս ծառայություն Աստծուն ծառայելով հայրենիքին, քանի որ Սովետ միությունը փլուզվելուց հետո ամենտեղ դեսպանատուներ կառուցվեին, կբացվեին եւ փորձառու անձնավորության կարիք ունեին այս 1 տարվա մասին եւս մի քանի խոսքերով կասեք ինչ քանի որ ձեր մտնոլորտը միշտ եղել է հոգեվոր այս անգամ արդեն աշխարհային այսպես եթե կարելի է ասել ինչ տպավորություն ունեք ինչպես արձագանքեցին այդ մարդիկ շրջապատը դեսպանատան աշխատողները քանի որ դիպլոմատներ են սովորական մարդիկ չեն այսպես ասենք
որպես այսպիսի աշխատակազմի ղեկավարի, որ նշանակվեցաք։ Նույնիսկ շատ ուրախ էին, ես ուրախ էի, ինձ համար ծառայություն էր, կորս չէր, աշխատանք չէր, ծառայություն։ Բայց ուրեմն պատմություն հիմա գիշեմ։ Ունեինք մի քարտուղարուին տեսփանադան մեջ, երկուսեն քարտուղարուին, բայց պատասխանատու թիրք մներ, եւ մենք պատրաստեինք Հայաստանի նախագահի, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Փարիզ, պետական այցելություն Ֆրանսիայի նախագահի մոտ, Ֆրանսուଆ Միթերանի մոտ, Էլիզյան բալադ։ Եվ քանի որ քիչ էինք տեսփանադան մեջ, եւ նաեւ պրոտոկոլի շեֆ էի, ղեկավար էի տեսփանադան։ Այս հարցով Էլիզյան բալադի պրոտոկոլի շեֆ եւ տեսփանադան պրոտոկոլի ղեկավար, ասենք ես միշտ կոնտակտին մեջ էինք։ Բայց մինչև կոնտակտին մեջ լինենք, օրը Էլիզյան բալադի, այսինքն Ֆրանսիայի նախագահի գոմե Բաշտոնյա մգերացային է եւ մեր քարտուղարին գարցնի գուզենք ձեր պրոտոկոլի շեֆի հետ խոսիլ։ Եվ իշեմ Դեգին Էլիզաբեթ ֆրանսերեն լեզվով գսելավ եւ ցեզի բադվելի հետ ֆրանսերեն պաստորին գփոխանցեմ։ Բայց հոնդերի մարտի գսեն, մենք պրոտոկոլի շեֆ գուզենք, հոգևոր հովիվի հետ կոնտակտին մեջ պիտի տնեմ, այսինքն շատ հետաքրքրական է այս բոլոր, ուրեմն ինձ համար լավ փորձառություն էր եւ չեմ ուզեն մանրամասնության խոսել, շատ բաներ ունեմ խոսելու այդ մասին, բայց մի բան ասեմ, ինձ համար մեծ բադիվ էր Հայաստանի եւ գարավարություն եւ բեդությունը եւ անուղագիծեվով ժողովուրդը ծառայեր Ֆրանսիա այս մեկ տարվա ընթացքում շատ ուրախ էի հբարդ էի որ Հայաստան ուներ իր տեսփանադուն Հայաստան քոություն ուներ իբր անկախ երկիր եւ իմ բոլոր բաժին գբերեի այս բոլորի մեջ հիմա խոսենք Հայաստանի մասին պատվել է երբ որ համաշխարհային խորհրդի կողմից հրավեր ստացաք աղոթեցինք ձեր տիկնոջ հետ միասին եւ ստացաք Աստծուց պատասխանը որ գնաք զուտ մարդկային կուզեմ հարցնեմ ինչ ռիսկի դիմեցիք ինչ համարձակություն քանի որ ծնած մեծացած Եվրոպայում լրիվ ուրիշ պայմաններ են Հայաստանում այդ տարիները 90-ականներին շատ բարդ տարիներ էին մութուլույց տարիները խավար տարիները ուտելիք նորմալ չկար, խանութները դատարկ էին, անորոշ վիճակ, ինչ պիտի լինի։ Ինչպես այս որոշումը տեղի ունեցավ ձեր մոտ այսպիսի կոմֆորտը հարմարավետությունը թողնել եւ տեղափոխվել թեպետ հայրենիք, բայց միտեղ որտեղ որ մեծ դժվարություններ կան։ Անգերձ ասեմ, մեզ համար, դիկնոջս եւ ինձ համար ովևէ խնդրեմ չէր, հարց չեղավ։ Մենք գիտեինք որ Աստծո կողմէ գա հրավեր գոչում եւ խնդրեմ չէր հարց ավելի մեր շրջապատի համար եւ ոչ միայն մեր շրջապատի համար գարկը pedagogan կորձիչներ Հայաստանից երբ իմացան որ մենք թողնենք մեր ճագերդով Բաշտոն տեսփանադան մեջ Փարիզ քնալու Հայաստան ոմանք ասեցին դուք դարօրինակ մարդիկ եք Հայաստանի ժողովուրդը կփորձի լքել Հայաստանը դուք այս պայմաններում կերտակ Հայաստան ապրելու, ծառայելու, աշխատելու, բայց խնդրեմ չէ եւ քանի որ խոսեցաք լույսի մութի մասին, մի բան պատմեցի, ուրեմն առաջին շրջան երբ Հայաստան հասա, մեր գազագերբություն դրամատրած էր բնակարան, մենք Կոմիտասի շրջան գաբրեինք եւ լույս չունեինք քիշերը կամ օրվան մեջ մի ժամ, երկու ժամ եւ գիշեմ որ վարորդ ունեինք որ գոքներ ինձ մեր ծրակիներուն մեջ սի անայե անոնը սմպադը սի ինչ ենք որպես ես լույս ունենամ չեմ գնալ ես 24 վա ընթացքում միան 1 ժամ լույս ունենալ հսա բադվելի երկու լուծում կա սի ինչ են լուծումները հսա առաջինը
Լևի լույս պետք է բերես քուդուն, բայց ես Լևի անորեն այսինքն այն ժամանակ չի հասկան Լևի ինչ կնշանակի, լավ եւ գսե քանի որ մետրոյի ոչ հերու դեր էինք, ասեց մենք մետրոյից հադու քիծմը կբերենք ցերդուն եւ այնադեն լույս կունենակ, ասեցի լավ ասեցի, բայց ժողովուրդ մեր շուրջը գիմանա որ մենք այս Լևի լույս գիմանան քանի որ թելը կա ասեցի բայց ինչ տեսակ վկայություն բիրա ես հովիվ եմ քրիստոնյա եկեղեցի են քրիստոնյա գազམ་ագերբություն են մարդիկ պիտի ասեք նայե իրենք ինքը խախտում կանեցի չեմ ուզեր այս լուծումը հետո ասեց երկրորդ լուծումը ասեց դիվիժոկ պետք է տնես դիվիժոկ ինչ է ասկոցա հետո ինչ որ է Եվ սավ գտնենք մենք առաջին հարգ էինք փոքր փակ մգարս են գտնենք այս դիվիժոկը 5 արգանի շենքեր եւ ասի եւ տուն մանավանդ հիրիգունը եւ քիշերը բանը լույս կունենաս եւ ինչ որ է ասեցի բայց սա ցայն գնի հասի լավ աղմուկ շատ է ասեցի եւ ամբողջ ժողովուրդը մոթին մեջ պիտի լինի միայն ես լույս պիտի ունենամ ասի չեղավ Փառքաստություն մեր կյանքի մեջ շատ պահեր են լինում, որ գալիս է ընտրության պահը եւ պետք է ընտրել Տիրոջ խոսքով, Տիրոջ պատվիրանով ապրել, թե ընթരാճ գնալ աշխարհային սովորություններին կամ ինչ որ կառաջարկի աշխարհը եւ դուք բարի վկայություն եք տվել։ Նախ կուզեմ ասեմ, որ եւ դուք եւ ձեր ընտանիքը, ձեր կինը արդեն հերոսություն եք արել, որ այդ տարիներին տեղափոխվել եք Եվ տեղափոխվել եք նպատակային, որպեսզի օգնեք մեր հայավետարանական եկեղեցիներին Սովետ միությունը փլուզվելուց հետո կխնդրեի մի քիչ պատմեիք այդ ծառայության մասին։ Հիմա մնացինք 17 տարի Հայաստան 94 թվականից մինչև 2011 եւ իմ ծառայությունը ուներ երկու ուղղություն։ Նախ հիշեցնեմ, որ Հայավետարանական համաշխարհային խորհուրդը եւ հայավետարանչական ընկերակցությունը ինձ ուղարկեցին այս ծառայության համար կներկայացնեի ամբողջ աշխարհի, Սփյուռքի աշխարհի հայավետարանական եկեղեցիների գար զուտ հովական ծառայություն օգնել եկեղեցիները որբեսի գազམ་ագերբվին, համրանան եւ դարբեր դեղերով որ չկային եկեղեցիներ սկսել հոգևոր ծառայություններ, որովհետեւ ցեվավորվեին դարբեր եկեղեցական խումբեր եւ երկրորդը հայավետարանչական ընկերակցությունը, որ քրիստոնյա ավետարանչական եւ բարեգործական գազམ་ագերբություն եւ Ֆրանսիայի Հույս Հայաստանի գազམ་ագերբություն ունեն դարբեր բարեգործական ծրագիրներ, մշակութային, գրթական, զարգացման ծրագիրներուն, ուրեմն այս երկու ասենք ուղղություններուն, բայց նույնիսկ երբ սովորական բարեգործություններ մենք ուզեինք, որ սա լիներ այսպես մեր հոգևոր հավատքին ներշնչված ծրագիրներ։ Ունենք սկիզբը մոտավորապես 20 գործակիցներ այս ծրագիրներուն, որ ունեն աշխարհավարձ այս բոլոր ծրագիրներուն եւ հարյուրավոր գամավորներ եթե վերցնենք այսօր իրավիճակը մոտ 500 մարդ կաշխատին այս ծրագիրներուն բավական մեծացան դարբեր շրջաններուն ներկայություն գա եւ մենք փորձեցինք այս ծրագիրներուն մեջ ունենք երկու սկզբունքներ մեկ միշտ հարկանքով մոդենալ մայր եկեղեցի անտեպ հայաստանյա ցարակելական եկեղեցի անտեպ եւ երկրորդը իմանալով որ գար դարբեր սենք ավետարանական ուղղվածության եկեղեցիներ փորձեցինք բոլորի հետ լավ գաբերուն մեջ լիներ եւ անշուշտ նաեւ հայ կաթողիկ եկեղեցի հետ այսինքն մենք չենք ասել Մորացեք ամեն ինչ մենք ենք, միայն մենք գանք, ոչ, արանք բան չկա, մեզ մի առաջ եղել է ուրիշ եկեղեցական ծառայություններ, մեզ մի հետո գլինեն, կարևորը բայել բաբանեն այս միապանության հոգի, իրար հասկանալ, իրար լսել, երբեմն միասիրտ ծառայություններ նաև կատարել։
Շնորհակալություն Պատվելի ջան, Աստված օրհնի ձեզ այն մեծ գործի համար, որ արել եք եւ անում եք մինչեւ այսօր, թե հայրենիքի համար, թե ընդհանրապես հայ-լեհական մեծ դաշտում աշխարհում։ Պատվելի, ինչով կզբաղվեք այսօր, այսինքն այն ամբողջ ձեր կյանքի էքսկուրսը հոյակապ էր, հիանալի էր, բայց այսօրվա ձեր գործունեության մասին երկու բառ կխնդրեի։ Շնորհակալ եմ, դարբեր ծառայություններ, բայց միայն ներկայացնեմ երկու հատ։ Առաջինը կշարունակեմ պատասխանատու լինել եւ ավակ հովիվ լինել Եվրասիայի հայ-ավետարանական եկեղեցիների միության մեջ։ Այս միությունը կընդգրկե նախկին Սովետ միության երկրներուն եւ Եվրոպայի արևելյան երկրներուն։ Ուրիշ առիթով ավելի շատ կխոսենք այդ մասին եւ իմ ուրախությունն է լինել այս ծառայության մեջ եւ երկրորդ Ֆրանսիայի մեջ 5-րդ դարի է որ Լիոնի կաթողիկե համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն եմ եւ սա ինձ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնել ֆրանսիացիներուն եւ գարկմահայերուն անշուշտ Հայաստանի եւ հայերի պատմությունը, մշակույթը եւ նաեւ հավատքը գրոնը եկեղեցիները հին պատմություն, ժամանակակից պատմություն, հարաբերություն Եվրոպայի հետ եւ այսինքն ինչ որ կվերապերի հայերի։ Աստված օրհնի ձեր այսօրվա ծառայությունը եւ գործունեությունը եւ թող Տիրոջ Սուրբ Հերոսը փայլի ձեր վրա։ Շնորհակալ եմ։ Պատվելի վերջի տարիները մեր ազգը շատ մեծ կորուստներ ունեցավ, ցավեր ունեցանք, հողեր կորցրեցինք, շատ մեծ վշտեր ապրեց, վիշտ ապրեց։ Ձեր սրտի խոսքը կուզենայի ուղղեիք մեր հայրենակիցներին, որոնք հիմա դիտում են մեզ։ Շնորհակալ եմ այս սարիթի համար, որ դվեցիք ինձ եւ կուզենայի այս սարիթը նվիրել մեր հայ ժողովրդի, մեր հայազգի, ուր որ գտնվի մեր ազգը, Հայաստանին մեջ, Ռուսաստան, մինչև Ավստրալիա, բոլոր երկրներուն մեջ։ Ես ովևէ զորություն չունիմ խոսելու Հայաստանի կամ հայ ժողովրդի անունից, բայց իբր հասարակ հայմը եւ հոգեվոր հովիվ կուզենայի կաչալերեր մեր ազգը, որբեսի թեպետև գաբրինք լա Հայաստանին մեջ, լա Սփյուռքին մեջ դժվար օրեր, դժվար ժամանակներ, մեր աշխարհը հիվանդ է, մեր աշխարհը ծանր հիվանդ է, եւ այս հիվանդության լուծումը կամ թերադոմսը կգտնենք միայն հավատքին մեջ, Քրիստոսին մեջ։ Ես գոչ կանեմ, որբեսի բոլորս դառնանք կամ վերադառնանք, դարձիքանք, որբեսի մեր բաբական քրիստոնեական հավատքը չլինի միայն պատմություն մեզ համար, չլինի միայն ավանդություն, բայց այս քրիստոնեական հավատքը լինի ամենօրյա կյանք։ Ես գիտեմ, թե նաև մեր Արցախի ժողովուրդը գաբրի դժվար իրավիճակին մեջ։ Մեր աղոթքը այն է, որբեսի Աստված մխիթարի, խաղաղություն շնորհի, Աստված մեզի հետ, Աստված ցեզի հետ։ Շատ շնորհակալություն Պատվելի այս հարցազրույցի համար։ Վստահ եմ, որ մեր սիրելի հայրենակիցներին, հեռուստադիտողներին շատ մեծ օրհնություն կլինի ձեր կյանքի վկայությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք լսեցինք վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանի հավատքի կյանքի վկայությունը։ Ինչպես լսեցինք, պատանյական տարիքից մինչև առայսօր վայելում է այն հավատքը, այն կենթանի հավատքը առ Աստված, որի մեջ բովանդակված է հանդիպում Քրիստոսի հետ եւ ճաշակելով քաղցրությունը պատանյական տարիքից, լսելով Սուրբ Հոգու ձայնը։ Այսօրվա մեր հաղորդման հերոսը իր ամբողջ կյանքը նվիրեց Աստծուն։ Վստահ կարող ենք ասել, որ դա մի կյանք էր, որը անհետք չի մնա, անպայման օրհնություն է եւ օրհնություն կլինի նոր սերունդների համար։ Սիրելի հայրենակից, կուզես քո կյանքն էլ օրհնված լինի եւ Աստված օգտագործի քեզի փառքի համար,
ընտրիր կյանքիդ մեջ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, ընտրիր որպես քո կյանքի հերոսը, որպես քո կյանքի կենտրոնը, մեկին, որը իր կյանքը տվեց քեզ համար, որպեսզի դու ունենաս կյանք եւ ել ավելի հավիտենական կյանք։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, պատանի ես, երիտասարդ ես, տարիքով ես, ծեր ես, այսօր Աստված հրավիրում է քեզ, որպեսզի արձագանք ունենաս, հավատքի արձագանք ունենաս ավետարանի բարի լուրին։ Աստված սիրում է քեզ, սիրելի հայրենակից։ Այո, այս վերջի տարիները մենք դժվարություններ ենք ապրում, բայց կա կենթանի Աստված, որի վրա ունենալով կենթանի հույսը, մենք ամոթով չենք մնա։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար եւ մինչ նոր հանդիպում։